Կաոլի են ցածրակարգ հողու հոտը ամբողջ զանգակատան տակներ իրենց ներխուժումից հետո այդ ամբողջ խումբը եւ ասենք օպերայի հավանաբար բեմի բանվորները եւ Թալինի քաղաքապետարանի հավանաբար են կոմունալ բաժիններ Տավրոսի հետ աղբահանության աշխատակիցները իրանց վրայից եւ նաեւ Գյումրիի տնտեսագիտականի ռեկտոր Կարեն Պետրոսյանին ուղեկցող խմբի վրայից ուղակի արկաոլի հոտը փչում էր Պետրոսյան Կարենը փորձում էր ինձ ամեն կերպ սադրեր խոսքով հերվից բա վեհապարի հետ դուել ես գնալու բան դե բնականաբար ես Կարենին ճանաչել 18 թվականին էր երբ որ ներխուժել էր այդ Կարգալույս Կորյունի հետ ներխուժել էր Թափորի հետ դիվանատուն էլի գոռում էր ասում էր բանը Խափեբա անձնավորություն է գիտեմ նույնիսկ իր տեխնացուական ամբողջությամբ արտագրել է ռուս մի հեղինակի գրվածքից իրեն դե բնականաբար ես երբևիցե լուրջ ընդունած չկամ բայց այդ օրն էլ փորձում էի որևէ ձևի իրան լուրջ չընդունեմ ասում էր վեհապար հետ գնալու եք ասում եմ Կարեն ջան շատ ուրախ կլինեմ էլի վեհապար հետ ցանկացած տեղ գնալը ինձ պատիվ ու երջանկություն կլինի իհարկե մենք վեհապարի հետ դեպի առաջ գնալու երկրի շենացման, եկեղեցու պայծառացման գործերում անելիք ունենք, ոչ թե գնալու այն Կարենի մտածած տարբերակով, որովհետև Կարենի նմանների մտածած տարբերակները չեն կարող մեր եկեղեցում։ Դե պիտի վարձահատույց լինի, պաշտոն է ստացել, նույն այդ հարգելի հետևորդներ, նույն այդ խմբի անդամների մասին է խոսում, ովքեր 2018-ի այդ գունավոր հեղափոխություն կոչվածից հետո անմիջապես սկսեցին վեհապար Հայրապետի հայ առաքելական եկեղեցու դեմ այդ հակաեկեղեցական շարժումը, նույնիսկ ճանապարհներ էին փակում վեհապար Հայրապետի ներխուժեցին այդ փնթի, այդ ցեխոտ, կեղտոտ թափառախումբը ներխուժեց դիվանատուն, այդ նույն խումբն է։ Նաև կանեփի տերև ծխած, որ շորերի վրայից եւ հիմա էլ հավանաբար այդ նույն Կարենի ցուցմունքի համար Արշակ Սրբազանին են կալանավորել, ասում եմ Փառք Աստծո այդ պահին, որ սրանք սենց արաղի հոտը հասավ քթիս, ասում եմ Փառք Տիրոջը Արշակ Սրբազանը բանտում է, չեն ասի այդ ցածրակարգ հողին ինքնախմացվել, այս անասնական պահվածքով զանգվածին եւ ինքն է մեղավորը որ իրանք սենց հարբած վիճակում փորձում են մայր աթոռ ներխուժել